Դու հաստատ Յուլիան ես, չէ՞։ Ես էլ Սուրենն եմ, Յուլ ջան։ Հար։ Չի կանեմ։ Ոնց ես։ Լավ։ Դու էլ քույրիկ ունես։ Звонил Юле? Нет, не звонил. А что так суетишься? Да нет, все нормально. Просто ребенок в чужом доме. Я переживаю, может заплакаться, капризничать. Угу. Во-первых, это не чужой дом. Это дом ее брата. Во-вторых, если она захочет, Левон приведет ее сюда. Альберт, ну ты забываешь, что Юля перенесла тяжелую операцию. Ей нужен правильный уход. А мы даже не знаем, там тепло, холодно. Ты особенно не беспокойся, хорошо? Я не могу не беспокоиться, если не знаю, где мой ребенок. Послушай, Оля, я уже себя еле-еле сдерживаю. Сколько раз за сутки тебя можно предупреждать? Что ты хочешь? Чего? Чтобы я тебя вышвырнул за шкирку сейчас же? Оля, ни слова, Оля. Уходи, прошу, уходи отсюда. Просто понимаешь, я очень переживаю, очень. Оля, если бы ты хоть столько переживала бы, ты не оставила бы свою дочь и не сбежала бы. Это раз. Во-вторых, так что не надо, не разыгрывай здесь комедию. И послушай, во-вторых, когда я здесь, старайся молчать. Потому что каждое тобой сказанное слово действует мне на нервы. Я знаю, что ты не можешь меня простить. Оля. Знаю. Оля, иди. Иди отсюда, Оля. Ինչ խոսանք, պապ։ Բժիշկն ասաց, որ Կարինեին կարող ենք տուն տանել։ Պապ, պետք է ոնց կլինի։ Բժիշկը չէր ասել, բուժման կուրսը չի ավարտել մաման։ Հիմա էլ ասում ես հնարավոր է տուն տանենք։ Ես չեմ հասկանում։ Արդեն կուրսն ավարտել են։ Արդեն հնարավոր է։ Ախր ինչ է հնարավոր, այ պապ։ Մաման չի կարող շնչի, դու ասում ես հնարավոր, հա։ Գևորգ, դու ես լավ հասկանում, որ ես ամեն ինչը… Սուս, պապ, չասես, չխոսած ոչ մի բան։ Չասես, որ տես բան կարա լինի, չասես։ Եթե ուզում ես Կարինեին կարող ենք տուն տանել։ Ես բժիշկ կվարձեմ, որ 24 ժամ Կարինեի կողքին լինի։ Պապ, գիտես ինչ եմ ուզում։ Ուզում որ մերս ես հիվանդանոցի պատերից հեռու լինի։ Մեր տունը լինի, իրար հետ լինենք։ Պապ։ Դու ես որոշողը, ոնց կասես։ Ոնց ասեմ, հա։
Ոնց կասես։ Էլ չգիտեմ։ Ոչ մի բան է չգիտեմ, մենակ ուզում եմ որ մերս իմ կողքին լինի, այդքան բան։ Ես քեզ երբեք հանգիստ չեմ թողնի։ Արտյոմ, այն ինչ դու արել ես ինձ համար, ես դա ամբողջ կյանքում չեմ մոռանա, բայց խնդրում եմ, հիմա ինձ այնց ավել բան մի պահանջի, հա? Սեդ ես քեզ այնց ոչինչ չեմ պահանջում։ Մենակ ուզում եմ որ կողքից լինես։ Այդքան շատ բան եմ ուզում, հա։ Հա, Արտյոմ, հիմա հա, հասկացի, ես շատ խնդիրներ ունեմ։ Ինչ անեմ, որ քո լավության տակից դուրս գամ։ Ինչ անեմ, հա, որ քո լավության տակից դուրս գամ ու վերջապես դու ինձ հանգիստ թողնես։ Ես ինչ ես ասում, Սեդա։ Արտյոմ, ես քեզ ուղղակի խնդրում եմ, էլ մի արի, մի երևա, մեր տան մոտ մի արի, մի զանգի, խնդրում եմ։ Թե չէ հակառակ դեպքում ես իսկապես ինձ կսպանեմ։ Այդքան տղա չեմ, հա, քո համար։ Արտյոմ, խնդրում եմ, հա, էլ ոչինչ մի ասա։ Այն ինչ ուզում էի ես քեզ ասել, արդեն ասեցի։ Դու իսկապես շատ լավ մարդ ես, ես շատ շնորհակալ եմ քեզ։ Շատ լավն ես, շատ շնորհակալ ես, ուղղակի ինձանից հեռու մնա, հա։ Հետ ես դու ինձ ասում հիմա։ Հետ ասածդ, հա։ Արտյոմ, ես իսկապես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Դու դրան արժանի ես։ Mama, I'm in love with a criminal. And this type of love isn't rational. It's basic. Ինչի։ It'll be alright. Շնորհավոր ամանոր։ Շնորհավոր։ Մի ժամից պիտի գնանք Լև։ Ինչի մի ժամից։ Մոռացել ես Պետրոսյանից տուն պիտի գնանք։ Դեռ մոռացել էի։ Իմ մտքից էր թրել։ Այս երեխեքը հերթով կզանգեն։ Միլենն էսա գալու է։ Դե դա կամաց հավաքվում ենք էլի։ Ալո։ Լևոն ջան, ո՞նց է Յուլիան։ Լավ Ալբերտ, նստած խաղում է։ Տամ խոսես հետո։ Չէ ուշա Լևոն ջան, ես վարորդին ուղարկում եմ Յուլիայի հետևից։ Իրան այդքան երկար ոտքի վրա մնալ չի կարելի ուղղակի։ Այս էլ մի րոպե հարցնեմ իրան։ Յուլ, Ալբերտն ա ուզում ես գնաս։ Չէ, այստեղ եմ մնում։ Ալբերտ չի ուզում գալ։ Չէ Լևոն ջան, համոզի էլի դու։ Ես մեքենա եմ ուղարկում։ Ալո, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Ձեզ հիվանդանոցից են զանգահարում։ Հիվանդանոցից։ Ձեր հիվանդը մահացել է։ Խնդրում եմ եկեք հիվանդանոց։ Ինչ։